Կապանի զինկոմիսարիատում շարունակվում են զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Անկախ տոնական եւ ոչ աշխատանքային հայտարարված օրերից զինկոմիսարիատը շարունակում է կատարել ստանձնած պարտավորությունները։ Զորակոչի աշխատանքները ընթանում են նաեւ զորակոչի ընթացքում։ Այնպես որ մենք վերջնական չենք ավարտել, դեռևս ունենք զինակոչիկներ, ովքեր գտնվում են հետազոտման մեջ, որոնց նկատմամբ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը ուրեմն տրված է այնպեսին, որ նրանք պետք է կրկնակի հետազոտվեն մեկ այլ կլինիկայում, որից հետո նոր արդեն վերջնական որոշումներ պետք է ընդունվի։ Այդ իսկ պատճառով զինակոչիկների մի մասը այս պահին գտնվում են հետազոտման մեջ եւ դեռ պետք է գնան հետազոտման, որպեսզի կրկնակի անգամ ներկայացնելուց հետո կենտրոնական բժշկական հանձնաժողովին ներկայացնելուց հետո նոր արդեն վերջնական որոշում ստանալուց հետո մենք արդեն տեղերում որոշումներ կայացնենք։ Կապանում առաջին զորակոչը հունվարի 12-ին է։ Կապանի զինկոմիսարիատը պատրաստ է, ուրեմն առաջին զորակոչը կլինի հունվարի 12-ին եւ այդպես նախատեսված գրաֆիկով մենք աշխատենք, ինչպես որ պահանջվում է։ Ամփոփելով ընթացիկ տարում կատարած աշխատանքները Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանն արձանագրեց, որ իրենց գործառույթները կատարել են ամբողջովին ու առանց թերությունների։ Մենք մեր առջև դրված բոլոր խնդիրները կատարել ենք, թե զորակոչի առումով, թե զորահավաքային միջոցառումների եւ աշխատանքների առումով։ Ենթարկվել ենք որոշակի ծառայությունների կողմից ստուգումների արդյունքը գոհացուցիչ է եւ ես որպես զինվորական կոմիսար կոլեկտիվի աշխատանքը գնահատում եմ նորմալ, լավ եւ ցանկանամ, որ միշտ աշխատանքները կազմակերպվեին նմանատպես եւ ինչու՞ չի ավելի լավ։ Թե ինչպես է անցկացվելու ձմեռային զորակոչը, նախապես տեղեկացվելու են բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ կապված են այդ գործընթացին։ Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղում տարին ամփոփել են դրական լիցքերով։ Նախորդ տարիների համեմատ այսօր մատնանշում են մի շարք ձեռքբերումներ, որ տքնաջան ու հետևողական աշխատանքի արդյունք են։ Այս տարվա մեր ցուցանիշները նույնիսկ կարելի ասել, որ 13-14 թվականների համեմատությամբ բավականին գերազանցել է։ Բոլոր ցուցանիշները, նախատեսված ծրագրային բոլոր ցուցանիշները 134%-ով մենք գերակատարել ենք։ Դա հիմնական կարևոր հանգամանքներից մեկն այն է եւ ուրախալի հանգամանքը նա է, որ մենք այս տարի 5 լուծարված, սեփականաշնորհված, արդեն վաղուց ավարտված հիմնարկ ձեռնարկությունների փաստաթղթեր ենք տեղափոխել, որը այսօր քաղաքացիների դիմումներին, քաղաքացիների ցանկություններին կարողանում ենք պատասխանել։ Դրանք լույս արտադրական միավորումներ, կոշիկի ֆաբրիկաներ, 2 պրոֆտեխ ուսումնարանները Քաջարյանի եւ Ղափանի եւ թռչնաֆաբրիկայի փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մենք այսպես թե այնպես չէինք կարողանում տեղափոխել, բանակցությունների փուլում մենք կարողացանք դրանք տեղափոխել։ Իսկ այդ անձնակազմի փաստաթղթերը, եթե դուք տեղափոխում եք պետական արխիվներ, բնականորեն քաղաքացիներին ավելի ռեալ, ավելի ստույգ տեղեկատվություն ենք տրամադրում։ Այդ առումով մենք նախատեսել ենք այս տարի 560 դիմում քաղաքացիների պատասխանելու, մինչդեռ մենք ամսի 28-ի դրությամբ 638 դիմումի պատասխանել ենք։ Իհարկե դրանց մեջ կան նաև բացասական տեղեկանքներ եւ դրական տեղեկանքներ։ Այդ բացասական տեղեկանքների համար նորից ես կարող եմ ասել, եթե այս տարի մենք շարունակենք այդ գործընթացը, շարունակենք նորից լուծարված այն սեփականաշնորհված հիմնարկ ձեռնարկությունների նախկին տնօրենների, ներկայիս տնօրենների հետ բանակցությունների փուլ անցնենք, մենք կարող ենք նրանք էլ տեղափոխենք։ Հաջորդ տարին կարծում եմ ավելի մենք ձեռքբերումները այսօր դա է։ Փաստաթղթերի պահպանության հարցում եւս առաջընթաց են արձանագրել։ Փաստաթղթերի պահպանությունը այս տարի մենք բավականին այլ ձեռնարկություններից ենք նաև փաստաթղթեր մուտքագրել, որոնք տալիս են առաջին անգամ մենք կարգավորել ենք ճարտարագիտական համալսարանի փաստաթղթերը, որը արդեն գրավական է, առաջին անգամ կարգավորել ենք թիվ 2 ավագ դպրոցը, թիվ 3 հիմնական դպրոցը, թիվ 3 հատուկ դպրոցի փաստաթղթերը, կամաց անկեղծ ասեն, որ
Առհասարակ տնօրինությունները հայացքով արդեն դեպի արխիվների նկատմամբ ունենում են իրենց ուշադրությունը։ Իսկ դա բավականին մեծ գրավական է։ Արխիվը կդադարի իր կոչմանը ծառայել, եթե փաստաթղթերի մուտքը, ինչու ոչ նաև ելքը դադարի, ասում է տնօրեն Արշալույս Փափազյանը։ Արխիվը նրա համար է, որպեսզի փաստաթղթերը հավաքագրվեն, մինչև 2009 թվականի փաստաթղթերը պարտադիր պետք է հանձնեն, հատկապես անձնակազմին վերաբերող։ Իսկ մյուս փաստաթղթերը բնականորեն այսուհետ սկսում են բազավորվել 2009-ից հետո այլևս այդ փաստաթղթերի քաղաքացիների մուտքը արխիվներ կպակասեն, բարձրաբանեն բազավորված կլինի։ Այսօր էլ դեռ կան լուծարված հիմնարկ ձեռնարկություններ, որոնք դեռ չեն հանձնել իրենց գործերը։ Դեռևս մենք ունենք հիմնարկ ձեռնարկություններ, էլեկտրոն գործարանն է, ռելե գործարանն է, ավտոնորոգման գործարանն է, կենցաղի մյուս փաստաթղթերն է, տորգն է, օրսն է, դրանք խոշոր ձեռնարկություններ են եղել, որոնց նկատմամբ մենք դեռևս չենք կարողանում որոշակի հաստատել փոխհարաբերություններ նրանց փաստաթղթերը տեղափոխելու համար։ Կառույցի ներքին աշխատանքների արդյունքը եւս բարձրության վրա է։ Ինչ վերաբերում է արխիվի ներսին համակարգի աշխատանքներին, այդ կարում, կազմապատում, վերանորոգում, էջակալում, նիշակալում, բոլոր առումներով մենք դա մեր աշխատակիցների հետ միասին կարողացել ենք հասնել հաջողությունների։ Այսօր մեր արխիվը համարում է լավագույն արխիվներից մեկը, սիստեմավորված, օպտիմալացված իր ամեն բոլոր հաջողություններով։ Արշալույս Փափազյանը հերթական անգամ անդրադարձավ կառույցի խնդիրներից ամենաառաջնային լուծում պահանջող հարցին՝ ջեռուցմանը։ Իհարկե նորից մնում է մեր մեծագույն բացը ջեռուցման համակարգի, որ մենք չենք կարողանում դեռևս արխիվադարանները ջեռուցել, իսկ դա փաստաթղթերի համար մեծ բացասական երևույթ է, որովհետև 100 տարվա պատմություն ունեցող փաստաթուղթը ի վերջո այդ ջերմային խոնավային ռեժիմին պետք է անպայման կարողանալ պահպանել։ Այսօր խնդիրը դա է, որովհետև այս փաստաթղթերի ետևին ասում եմ ու շարունակում եմ կրկնել մարդկային ճակատագրերն են։ Գալիք տարվանից ակնկալիքները մեծ են։ Մեր տնօրենը այսպես նախատեսված էր, որ 2016 թվականի որոշակի մարզային արխիվների նկատմամբ կլինեն այդ ուշադրությունը, որովհետև այսպես թե այնպես կամաց նաև արխիվներն էլ եւ առհասարակ գնում է օպտիմալացման ծրագրեր, իսկ մարզային արխիվների նկատմամբ կլինի առանձնակի ուշադրություն, որովհետև օպտիմալացման ծրագրի շրջանակներում բնականորեն փոքր եւ մանր արխիվները հնարավոր է, որ նրանք արդեն աստիճանաբար վերածվեն, բայց մարզային արխիվների փաստաթղթերի պահպանության եւ տեղափոխման համար անպայման բարենպաստ պայմաններ պետք է ստեղծել։ Եթե չլինեն այդ բարենպաստ պայմաններ, բնականորեն արխիվը իր գոյության բոլոր պատմության ժամանակաշրջանում կարող է կամաց այդ փաստաթղթերի կորուստ ունենալ։ Ես կարծում եմ, այս տարի կլինեն էլի մենք կունենանք տեխնիկայի մեծաքանակ ներդրումներ, որտեղ եւ համակարգիչներ էին խոստանում եւ օթարակիչներ արխիվադարանները տաքացնելու։ Հույս ունեմ, որ անպայման կլինի։ Վեգա խանութ սրահում դեկտեմբերի 3-ից խաղարկության դրված Mercedes Magnus-ի ավտոմեքենան այսօր գտավ իր երջանիկ տիրոջը։ Կապանցի Անուշ Սիմոնյանն է, 2 երեխաների մայր, ով անսպասելի նվերից անակնկալի եկած չէր կարողանում լիարժեք արտահայտել իր ուրախությունը։ Անհրաժեշտ էր փոշեկուլը գնել ենք, չէինք սպասում, որ պետք է շահենք։ Շահել ենք ավտոմեքենան։ Ես վարել չգիտեմ։ Դա նվիր եմ ամուսնուս։ Մեքենայի եւ մնացած պարտադիր շահումների կտրոնները բոլորի աչքի առաջ են լցրել Զամբյուղի մեջ, ասում է Vega World-ի Կապանի մասնաճյուղի պատասխանատու Գարեգին Գրիգորյանը։ Դեկտեմբերի 3-ից գործում է ակցիաները պարտադիր խաղարկությամբ, ամսի 30 շահող եղել է, շարունակական լինելու է մեր շահումները, հրավիրում են գնումների, շնորհավորում ենք շահողին, ամենաբարին։ Վեգան ամանորը նվեր մատուցեց եւ շարունակական է լինելու այս շահումները, պարտադիր շահումները։ 5-ից մինչև 100% զեղչը եւ այլ արժեքավոր իրերը խաղարկվելու են ինչպես վաղը, այնպես էլ հունվարին։ Կլինեն նաեւ մեքենաներ, սա Vega ընկերության կողմից խաղարկվող 10-րդ մեքենան էր։